Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի Յուրի Բախշյանի անվան այգում ենք։ Բնակիչների հրավերով եկել ենք բարձրաձայնելու մի խնդրի մասին, որը նրանց համար հիշողության եւ արժանապատվության պահպանման հարց է։ Տեղ ունեցավ Արցախյան ազատամարտը, որի ընթացքում մենք ունեցանք բազմաթիվ զոհեր եւ մենք նրանց պարտավոր ենք հիշելու ընդմիշտ։ Եվ այդ կապակցությամբ մենք այգում տեղադրեցինք խաչքար։ Համայնքի բնակիչները սեփական միջոցներով են խաչքարը տեղադրել։ Տարիների ընթացքում այն դարձել է յուրահատուկ սրբավայր։ Մարդիկ այստեղ ծաղիկներ են խոնարհում, լռությամբ հարգում հերոսների հիշատակը։ Այս վերջի ժամանակահատվածում խաչքարի հետ կապված, ավելի շուտ խաչքարի հենակի հետ կապված խնդիրներ ունեցանք։ Այդ կապակցությամբ փորձում ենք դիմել համապատասխան օրգաններին, պետական կամ անհատ մարդկանց, բարերարներին, որպեսզի այս խնդիրը վերացվի։ Բանն այն է, որ խաչքարի խարիսխ պատվանդանը ճաքել է եւ խաչքարը վտանգված է։ Բնակիչները մտավախություն ունեն, որ եթե շուտ քայլեր չձեռնարկեն, կարող է լրջորեն վնասվել նաեւ խաչքարը։ Պատվանդանն էլ է վնասվել, այսինքն, Ստեղից է գնում ճաքը, այսպես գնում է, էլի։ Իսկ այս ֆունդամենտը ստեղ որ ջրում են պաստայանի ջուրը ալու։ Իսկ դրա համար ստված կա։ Բիտոնը որ լցել է, բան չեն դար, էլի, արմատուրա չեն կապ։ Դրա համար քարն էստե ճաքել է։ Թե չեսե բան չէր գալա։ Որ ծանրությունը նստել է, չարթե խփե ճաքել է, ճաքցել է։ Այս խաչքարը համայնքի հիշողության ու միասնության խորհրդանիշն է, բոլորն են անհանգստացած։ Տարիներ ի վեր խնամքով ու հոգատարությամբ են վերաբերվել, նույնիսկ փոքր երեխաները խաչքարի կողքով անտարբեր չեն անցնում։ Բոլոր երեխաներն էլ են գալի, չեք տեսնում, ոչ մեկը լես կանվախ այս ծաղիկների մեջ մտած չկա, մի հատ անգամ թուղթ գցած չկա, արդեն նայեք կտեսնեք դուք, կպատկերացնեք, այս ջուրը քաշել են, երեխեքներն են գալի։ Մեր ազգի ժողովրդի համար ենք բանարը, չդնենք։ Դնենք, իհարկե։ Խայտարակություն կլեր, որ այգիմ կա, խաչքար չունենք։ Շատ ուրախ ենք, որ մեր նախագին այսպես բարեկարգ է եւ հետո այո, պետք է հիշատակը հարգենք, որտեւ ամեն դեպքում այս խաղաղությունը մեզ բարգեւել են հենց իրենք։ Սրբություն է ինձ համար։ Մանավանդ այս 44 օրյա պատերազմի ժամանակ, որ մեր հերոսները զոհվել են, այդ քարն էդի անշանակում։ Բնակիչներն ամեն առավոտ սրտի դողով են գալիս այգի։ Խաչքարի ճաքն օր-օրի մեծանում է։ Համոզված են, մի օր այն կխոնարհվի, այս անգամ անդառնալի հետևանքներով։ Մենք մի որոշ ժամանակ առաջ տեսնում ենք, ավելի քիչ էր, հետո շարունակվում։ Խաչքարի հետ կապված խնդիր չկա։ Դեռ հենակն է։ Այո, հենակը, ուրեմն ժամանակի ընթացքում, եթե մենք դեմը չառնենք, կարանք եւ մի օր արթնանանք, տեսնենք խաչքարի հետ խնդիր տապալվելա կամ ճաքանցելա, ասենց էլի խնդիրներ կարող են։ Մեր խնդրանքը այդ կապակցությամբ, որպեսզի հնարավորություն ստեղծվի հենակը փոխել, տեղադրել նոր հենակ, որովհետեւ մենք խնդիր չունենք խաչքարի հետ կապված։ Մտահոգ բնակիչները խնդիրը ներկայացրել են պատկան կառույցներին, նաև տարբեր քանդակագործների են դիմել։ Ասում են միայն վերանորոգման եւ ամրացման համար նախնական գնահատմամբ անհրաժեշտ է մոտ 400,000 դրամ։ Այժմ հույս ունեն, որ իրենց ահազանգը լսելի կլինի եւ կգտնվեն մարդիկ կամ պատասխանատուներ, ովքեր կօգնեն պահպանել այս կարևոր հուշակոթողը։ Արևիկ Սարդարյան, Բեն Անտոնյան, Արմալուր։